Բարև ձեզ սարովա թեման է, իմ այսօրվա հյուրը իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Յոհաննիսյանն է, բարև ձեզ պարոն Յոհաննիսյան։ Ողջույն։ Պարոն Յոհաննիսյան, ընտրական գործընթացը պաշտոնապես կարող ենք ասել դեռ չի մեկնարկի, այսինքն նկատի ունեմ քարոզարշավ եւ մնացած հարցերը, բայց շատ ակտիվ փուլ է սկսվել։ Ձեր կազմակերպությունը թերևս Հայաստանի ամենափորձառու կազմակերպությունն է, որը հետևում է ընտրական գործընթացներին, ինչ յուրահատկություններ եք տեսել, ինչով է առանձնանում այս ընտրությունները, քանի որ քաղաքական շատ փորձագետներ հայտարարում են, որ սա զուտ միայն իշխանության համար պայքար չի, քաղաքարտերը ավելի մեծ է, ձեր մասով ինչ առանձնահատկություններ եք տեսել, նկատի ունեմ խախտվում է արդեն ինչ-որ բան։ Շնորհակալ եմ, մենք անկախ դիտորդ դաշինքի մեր գործընկեր կազմակերպությունների հետ արդեն իրականացնում ենք դիտորդությունը մարտ ամսվա սկզբից, սա կոչվում է ընդլայնված երկարաժամկետ դիտորդություն, որտեղ սովորաբար երկարաժամկետ դիտորդությունը ֆորմալ քարոզարշավի ժամանակահատվածում է, բայց մենք շատ լավ նաև կանխատեսելով, որ պրոցեսները սկսելու են շատ ավելի շուտ ենք սկսել դիտորդություն իրականացնել, մենք դիտարկում ենք երևույթները, որոնք տեղի ունենում Հայաստանում եւ հավաքագրում ենք տեղեկություններ այն երևույթների մասին, որոնք տեղի ունենում Հայաստանից դուրս, բայց ուղղակի ազդեցություն են Հայաստանի ընտրությունների վրա։ Հա, մասնավորապես Ռուսաստանից, Վրաստանից մենք ունենք որոշակի արժանահավատ տեղեկություններ տարբեր երևույթների հետ կապված։ Մեծաշով նորմալ է, որ պրոցեսները շատ ավելի շուտ են սկսել, դա այդպես է, հա, քաղաքագետները նույնիսկ երբեմն ասում են, որ ընտրությունների քարոզչությունը սկսում է նախորդ ընտրությունների հաջորդ օրը։ Եվ դա բնական պրոցես է։ Մենք հիմնականում խնդիրները, որոնք որ նկատել ենք, վերաբերվում են օտարերկրյա միջամտությանը, ոչ միայն, բայց հիմնականում վերաբերվում է Ռուսաստանի միջամտությանը, մասնավորապես Ռուսաստանի կողմից մի շարք այսպես կոչված հիբրիդային գործիքներով միջամտելուն Հայաստանի տեղեկատվական դաշտին, նպատակ ունենալով ազդել Հայաստանի ընտրությունների ընթացքի եւ արդյունքների վրա, ինչպես նաեւ Ռուսաստանում գտնվող Հայաստանի քաղաքացիություն ունեցող անձանց վրա տարբեր ապօրինի ազդեցություններ կիրառելով եւ այդ ապօրինի ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա արտահայտելն ուղղված գործողություններով, հա, այսինքն ավելի մարդավարի ասեմ, խոսքը նրա մասին է, որ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը բիզնեսմեններին եւ տարբեր sense ասած ազդեցություն ունեցող մարդկանց, ովքեր որ ունեն ենթականեր կամ ինչ-որ շրջապատ, որ Հայաստանի քաղաքացիներից է բաղկացած, պարտադրում են, որպեսզի այդ մարդկանց Հայաստանի քաղաքացիներին ուղարկեն Հայաստան քվեարկելու համար հունիսի 7-ին եւ տան ընտրակաշարք դրա համար 100,000 ռուբլի չափով։ Դուք հիշատակեցիք նաև Վրաստանը ինչ առումով է։ Վրաստանում երևույթը մի քիչ ուրիշ է, Վրաստանում մենք չենք տեսնում, որ իրավապահները կամ պետությունը դա կազմակերպեն, այնտեղ ինչ որ տենց կրիմինալ խմբեր կան, այդ խմբերն են մոտավորապես նույն բանը անում, իրավապահ մարմինների մասով մենք մասնակցություն չենք տեսնում։ Ճիշտ է, նաև չենք տեսնում իրավապահ մարմինների հակազդեցությունը դրան, բայց ի տարբերություն Ռուսաստանի մեղմ ասած չենք կարող ասել, որ դա կազմակերպված է Վրաստանի պետության կամ իշխանությունների կողմից։ Պարոն Յոհաննիսյան, Պուտինի հետ հանդիպան ժամանակ, Փաշինյանի Պուտին հանդիպան ժամանակ, Պուտինը հենց իր դեմքով թերևս անմիջապես հայտարարեց, թե կամ խնդրեց, հորդորեց, որ իր երկրի քաղաքացին մասնակցի կամ ինչ-որ ձայներ հավաքի։ Նախ ոնց կմեկնաբանեք, երբ այլ երկրի առաջի դեմքի մակարդակով նման հայտարարություն է արվում, արդյոք սա ներքին գործերի միջամտություն է ուղիղ եւ ինչ սպասել հետո։ Ռուսաստանի կողմից Հայաստան ներքին գործերի միջամտությունը մեղմ ասած Պուտինի խոսքերով չի, որ արտահայտվում, այլ արտահայտվում է շատ եւ շատ այլ քայլերով, դրսևորումներով Ռուսաստանի իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ, շատ ավելի նույնիսկ ես կասեի աներկբա հայտարարություններ էին արել երկքաղաքացիություն ունեցող Սամվել Կարապետյանի մասով։ Մի քիչ զարմացրեց խոստովանությունը ռուսամետության այդ ուժերի մասով, հա,
Եվ կարծես թե այդ ուժերը չեն հերքել, չէ՞ որ իրանք ռուսամետ են։ Հա, Պուտինի խոսքերը չեն հերքել, որ իրանք ռուսամետ չեն, որ իրանք, չգիտեմ, Հայաստանակենտրոն են կամ նման բան։ Նման հայտարարություն ես չեմ նկատել որ լինի։ Եվ դա էր իմ համար մի քիչ հետաքրքիր, որ խաղաքարտերի բացում է տեղի ունենում։ Իհարկե Պուտին-Փաշինյան հանդիպումը մի քիչ էպիկ էր տարբեր առումներով։ Ինչով։ Սկսած նրանից, որ Պուտինը իմ մոտ տպավորություն ստեղծում, որ տարվա մեջ ամիսների հերթականությունը ոնց որ թե չգիտի, սեպտեմբերի, հոկտեմբերի հերթականությունը խառնում է, որովհետև այլ կերպ բացատրել, որ ինքը սեպտեմբերին տեղի ունեցած Հայաստանի 22 թվականի սեպտեմբերին Հայաստանի վրա հարձակման չարձագանքելը պայմանավորվում է նույն թվականի հոկտեմբերին Հայաստանի կողմից Արցախը ճանաչելով մի քիչ զուտ քրոնոլոգիկ չի բռնում, կարիք կա երևի իրեն հիշեցնելու, որ սկզբից սեպտեմբերն է, հետո հոկտեմբերն է։ Եվ երկրորդը աշխարհագրության առումով ենթադրում եմ ինքը էլի լուրջ խնդիրներ ունի, որովհետև Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել չճանաչելը որովհետև կապ չունի հապկ պաշտպանության տիրույթում գտնվող աշխարհագրության հետ, հա, դրանք տարբեր աշխարհագրական վայրեր են Արցախը առանձինը, Հայաստանի միջազգայինորեն ճանաչված սահմաններ եւ այդ սահմանների վրա հարձակումը առանձին է։ Նենց որ կամ լկտիաբար ստում է, բայց ինչպես կարող ենք մենք մտածել, որ Ռուսաստանի նախագահը լկտիաբար ստում է։ Եկեք ասենք, որ ինքը աշխարհագրություն չգիտի եւ տարվա մեջ ամիսների հերթականությունը չգիտի։ Իհարկե նաեւ էպիկ էր եւ դա շատ ակտիվ հիմա քննարկվում է ռուսական տարբեր շրջանակների կողմից, որ Telegram-ի վերջնական փակման օրը, այն օրը, որ տենց deadline էր, որ Telegram պետք է այդ օր վերջնական փակվի, ապրիլի 1-ին Հայաստանի վարչապետը Կրեմլում նստած Պուտինին ասում էր, որ Հայաստանում սոցցանցերը 100%-ով ազատ են, ոչ մի սահմանափակումներ չկան, եւ Հայաստանում ժողովրդավարություն կա, Հայաստանում ընտրություններում մրցակցություն կա, քաղաքական process-ներ կան, այն ամենը թվարկում են այն ամենը, ինչ որ Ռուսաստանում չկա։ Հա, հասկանալի է, Փաշինյանը այն կոնտեքստում էր ասում, որ եղբայր, արի դու մեզ մի սովորացրել ժողովրդավար լինել, բայց իհարկե այս բավական էպիկ էր այդ ամեն ինչը ներկայացել եւ իհարկե Պուտինի դեմքի արտահայտությունը դա այդքան մեզ հայաստանցիներից դա այդքան հետաքրքիր չի, բայց իհարկե ռուսաստանցիներից շատերը վայելել են այդ պահը։ Պարոն Յանիսյան, խոսեցինք, քանի որ սոցցանցերի ու ժողովրդավարության խոսքի ազատության մասին, տեսեք, մեր մոտ սենց հակասական կարծիքներ են միշտ հնչում։ Մի մասը հայտարարում է, որ մեր մոտ խոսքի սահմանափակումներ կա, նկատի ունեմ ընդդիմադիր հատվածը, ընդդեղի մեդիանը, որ չի թույլատրվում իշխանությանը քննադատի, այսինքն իշխանությունը չի ուզում, որ իրենց քննադատեն, բռնաճնշումներ կան խոսքի ազատության վրա քննադատել։ Իրենք տենց են ասում, որ իբր ճնշում են իրենց, չեն թողնում ազատ խոսեն, շփվեն։ Մյուս կողմը հակառակն է, մյուս կողմը պնդում է, որ մի քիչ շատ է այդ խոսքի ազատությունը, որը սենց վերածվել է արդեն ամենաթողության։ Գիտեք, ինձ թվում է այդ կողմերն էլ սխալ են։ Ես պետք է հետեւյալը ասեմ, էլի կամ լավ պետք է Ռեյգանի սիրած անեկդոտով սկսեմ, որովհետև նաև Մոսկվայում Փաշինյանի դեմ ցույցը, Փաշինյանին դավաճան անվանելը եւ այլն նկարը այրելը այնքան էպիկ էր, որովհետև կդրեք Հայաստանում էլ կարելի է Փաշինյանի դեմ ցույց անել, կարելի է Փաշինյան դավաճան ասել, կարելի է Փաշինյան նկարը վառել, դա բազմաթիվ անգամներ արվել է եւ ոչ մի խնդիր չունեն դա անողների մեծ Ստեղ հետեւյալն է Ռեյգանի անեկդոտն ասում է Ամերիկայի եւ Սովետ միության քաղաքացին վիճում են թե մոտ ավելի շատ ժողովրդավարություն կամ խոսքի ազատություն Ամերիկայի քաղաքացին ասում է ես կարող եմ գնալ մտնել սպիտակ տուն բռունցքս հարվածել սեղանին եւ ասել պարոն նախագահ ինձ դուր չի գալիս թե ինչպես եք դուք ղեկավարում մեր երկիրը Սովետ միության քաղաքացին ասում է հա ինչ կա ասում է ես էլ կարող եմ գնալ Կրեմլ բռունցքս խփել սեղանին եւ ասել պարոն գլխավոր քարտուղար ինձ դուր չի գալիս թե ինչպես է Ամերիկայի նախագահ ղեկավարում իր երկիրը Հիմա այդ վիճակն է դից կդրեք այդքան դուխով եք Պուտինի դեմ ցույց արեք հա դից եւ բայց ինչ վերաբերվում է
Գիտեք, մենք պետքա նաև չթերագնահատենք շատ ռիսկեր, որոնք որ Ռուսաստանից գալիս են։ Ասենց հումորի ենք տալիս բան ենք անում, բայց նաև պետքա չթերագնահատենք, որովհետև դա մեծ պետություն է, որը մեր դեմ հիբրիդային պատերազմ է վարում։ Կուրիոզներ լինելու են, ծիծաղելու իրավիճակներ կան, լինելու են, բայց ամեն դեպքում մենք պետքա լուրջ վերաբերենք դրան։ Արիանցյան, հիբրիդային պատերազմի մասով Եվրամիությունը արագ արձագանքման խմբեր ասաց, որ կուղարկի Հայաստան, սա արդյոք միջամտություն չի եղի, բայց մյուս կողմից արդեն։ Ես դες մի հարց տամ։ Ցած միասին մտածենք։ Եթե ընտրական տեղամասում դիտորդը տեսնում է, որ ուզում են ընտրախախտում անեն եւ չի թողում, որ ընտրախախտում անեն, դա միջամտություն է։ Բնականաբար ոչ։ Միջամտություն, այսինքն հանուն արդարության, ասած ասենք։ Ասում ինչեվ պետք է ապացուցել։ Հիմա նույն Եվրամիության ջանքերը, դրանք միջամտություն են։ Okay, միջամտություն են լավ բանի համար։ Այո, հիմա օրինակ եթե Եվրամիությունը ուղարկում է մասնագետներ, ինձ թվում է Եվրամիության եւ Արևմուտքի ամենամեծ աջակցությունը հենց այս ոլորտում է, կիբերանվտանգություն ապահովելու համար, որ ընտրությունների հետ կապված մի քանի էլեկտրոնային համակարգեր կան շատ կարևոր, որ այդ էլեկտրոնային համակարգերը անխոցելի լինեն, խոցելիություն չունենան, որ առհասարակ հիմնական շատ կարևոր համակարգերը, որոնք որ Հայաստանում կան, ընտրություններին թառաջ անխոցելի լինեն, որտեղ դա Ռուսաստանի հիբրիդային գործիքների զգալի մասն է, որ Ռուսաստանը Մոլդովայում մի շարք այլ երկրներում գործածել է եւ հավանաբար նաեւ Հայաստանում է գործածելու։ Օրինակ, հա չգիտեմ, ընտրություններից մի շաբաթ առաջ բանկային համակարգերը կախվում են, հա, ասենց չեն աշխատում, փչանում են, մի բան լինում է։ Դա էլ կարա լինի հենց բուն ընտրական համակարգերի հետ կապված ընտրությունների օրը պարզվի ինչ որ կարևոր ընտրական թվային համակարգեր խափանում են տալիս։ Խնդիրը, լուրջ խնդիր է։ Եվրամիությունը օգնում է պաշտպանել։ Միջամտություն է դա։ Okay, տեխնիկապես որ նայենք, միջամտություն է։ Վատ բան է դա։ Չէ, վատ բան չի։ Եվից գիտեք իմ հարցեր են առաջանում բոլոր այն մարդկանց հասցեին, ովքեր որ քննադատում են դա եւ ասում են որ այ դա վատ է։ Դա բանը այս օրինակ կարելի է բերել, դա նման է դրան, որ դες ինչ որ մեկը զրահաբաճկոն նվիրի եւ ես սկսեմ ակտիվ քննադատել։ Ակտիվ սկսեմ քննադատել, այդ չպետք է զրահաբաճկոն նվիրել, այս զրահաբաճկոն նվիրելը պրոբլեմա է, զրահաբաճկոն նվիրելը սխալ է, միջամտություն է, այս այն է։ Հարցեր չի առաջանա, բայց ես ինչ խնդիր ունեմ դրա հետ, որ ձեզ զրահաբաճկոն են նվիրել։ Իսկ կարող է ես մտադիրեի օգտվել ձեր զրահաբաճկոն չունենալուց, չգիտեմ, կրակել ձեր վրա, իսկ հիմա դուք զրահաբաճկոն ունեք։ Բա ուրիշ ոնց բացատրվի են, որ ես քննադատում եմ ձեզ զրահաբաճկոն նվիրելը։ Նույն այս դեպքում, թե ինչ որ մեկը քննադատում է, օրինակ Եվրամիությունը աջակցում է ընտրական համակարգերը պաշտպանված լինեն, հարցեր են առաջանում այդ ինչ որ մեկի հասցեին։ Տեսեք, օրինակ Զախարովան համաչափես հայտարարեց, որ իրենք եւս պատրաստ են Հայաստանին աջակցել հիբրիդային պատերազմի դեմ, այս դեպքում ճիշտ ասած մի քիչ անհասկանալի է։ Բարեբախտաբար մենք Ստոկհոլմյան սինդրոմ չունենք։ Պետք է Ստոկհոլմյան սինդրոմ ունենաս, որ Զախարովայի աջակցությունը Ռուսաստանը բանեն։ Պարոն Յանսյան, տեսեք, այս ընտրություններին մասնակցում են հիմնականում չնայած 21-ին էլ էր տենց, բայց այս անգամ ոնց որ մի քիչ ավելի շատ նախկին նախագահների, նախկին համակարգի կարկառուն դեմքեր, հիմնականում նաև այն մարդիկ, որոնք տարբեր կոռուպցիոն գործերով են անցնում, այնտեղ ապօրինի գույքի ձեռքբերման գործերով, արդյոք արդար է, որ նման մարդիկ, նման գործերի մեջ թաթախված մարդիկ, որոնց գործերը դեռ դատարաններում են, իրավապահ համակարգի ձեռքերում են, բայց հավակնում են երկրի ղեկավարի պաշտոնին կամ պատգամավորական մանդատի։ Այս հարցը ինչ որ ձև արդյոք պետք է լուծվել։ Գիտեք, ես իմ շատ գործընկերներ քաղաքասարակցությունում կասեն, որ պետք է այդ մարդկանց մասնակցություն ընտրությունների սահմանափակել։ Իսկ ես կասեմ ոչ։ Ինչու՞։ Թող մասնակցեն եւ ժողովուրդը լինի իրենց դատավորը ընտրությունների տեսքով, քվեի տեսքով։ Շատ կարեւոր է, որ այդ մարդիկ չկարողանան ընտրությունների ժամանակ ֆինանսավորման կարգ խախտել։ Այդտեղ ռիսկ կա, որտեղ իրանք հարուստ են, իրանք թալանել են եւ հարստացել են։
ռիսկ կա, որ իրենք ապօրինի կֆինանսավորեն, ֆինանսավորման սահմանափակումները կհաղթահարեն, որտեղ մի մարդ չի կարող 10 միլիոն դրամից ավել ֆինանսավորել որևիցե կուսակցությանը, նույնիսկ եթե ինքը շատ հարուստ մարդ է, եւ եթե նույնիսկ ինքը օրինակ այդ կուսակցության ղեկավարն է, տարեկան 10 միլիոն դրամ։ Այդ թվում նախընտրական քարոզարշավի վրա։ Եվ մենք տեսնում ենք, որ կան ուժեր, որոնք շատ զարմանալիորեն խախտում են այդ կարգը։ Իմիջիալից առումով ես պիտի ասեմ, մենք անկախ դիտորդում աշխատում ենք այդ խախտումները բացահայտելու ուղղությամբ եւ ակնհայտորեն տեսնում ենք, որ թե այսպիսի թե այլ տեսակի ֆինանսական խախտումներ կա, բայց վերադառնալով թեմային, այս շատ կարևոր է, որ պետությունը չթողի, պետությունը քաղաքասարակությունը չթողի, որ այդ ապօրինի թալանածը օգտագործվի քարոզարշավի վրա, առավել եւս չթողի, որ այդ կամ ենթադրյալ ապօրինի թալանածը, հա 10 միլիոն դրամի սահմանափակումը հարգվի, կամ պետությունը չթողնվի, որ դա դառնա ընտրակաշարք, պետությունը չթողնի, որ դա դառնա ընտրողների վրա ապօրինի միջամտություն։ Եթե պետությունը այդքանը կարողանա ապահովել, եւ կարեւոր է, որ պետությունը այդքանը կարողանա ապահովել, ես դες վստահեցնում եմ, Հայաստանի քաղաքացիները շատ adekvat եւ ճիշտ ձևով կդատեն այդ բոլոր մարդկանց ընտրական տեղամասերում, կդատեն շատ ավելի էֆեկտիվ, քան Հայաստանի դատական համակարգը։ Ընտրակաշարքի դեպքերը արդեն արձանագրվել են, սա արդյոք առաջիկա ամիսներին ավելի լայն sense տարածում կգտնի։ Շատ ավելի լայն տարածում ունի դա։ Շատ ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, ընտրակաշարքը շատ ավելի լայն տարածում ունի, քան հակակոռուպցիոն կոմիտեի Արմավիրի մարզի մեծամոր, չէ՞, կարծեմ, մեծամոր քաղաքի հետ կապված բացահայտումը։ Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր կարծեմ հրապարակեց նաև Վաղարշապատի հետ կապված դեպքում, դա նոյեմբերին տեղի ունեցած ընտրությունների մասով էր։ Բայց ես ձեզ վստահեցնում եմ, շատ ավելի մեծ ծավալների հետ գործ ունենք։ Մենք ունենք տարբեր արժանահավատ տեղեկություններ նրա մասին, որ համանման երևույթներ կան ըստ էության ամբողջ հանրապետությունում առանց բացառության։ Եվ չէ, մի երկու քաղաք կա, որտեղ այդ երևույթների մասին դեռ ինչ որ ահազանգեր չունենք։ Բայց sense բացառություն քաղաքներ են, ուզում ենք հասկանանք այդ քաղաքներում մենք ենք վատ տեղեկություններ հավաքում, թե այդ քաղաքներում իրոք այդ ընտրակաշարքի երևույթը չկա։ Դա բավականին լայն տարածում ունի, մենք տարբեր աղբյուրներից ստանում ենք ինֆորմացիա, ես ուզում եմ առիթ օգտագործել նաև հորդորել քաղաքացիներին, որ մեզ փոխանցեն տեղեկություններ, եթե այդպիսի կունեն, մենք աղբյուրների գաղտնիությունները, մենք ընտրությունների կոնտեքստում 10 տարուց ավել աշխատում ենք տարբեր աղբյուրների հետ եւ այդ աղբյուրների փոխանցած ինֆորմացիայով մարդիկ կան դատված, մարդիկ կան այս պահին նստած չեմ հիշում, բայց մարդիկ ովքեր երկար տարիներ բանտում անցկացրել են քաղաքացիների մեզ փոխանցած ինֆորմացիայի արդյունքում բացահայտումներով եւ այդ քաղաքացիների անունը առ այսօր գախնի ապահվում, ոչ մեկ չգիտի, իրավապահներն էլ չգիտեն, ոչ մեկ չգիտի մեր աղբյուրների անունը եւ մեր աղբյուրներից ոչ մեկ առ այսօր չի դուժել մեզ ինֆորմացիա փոխանցելու համար։ Կան դեպքեր, օրինակ Չարչյանի դեպքը, կհիշեք։ Վերջերս նույնիսկ, եթե չեմ սխալվում, Վճռաբեկ դատարանը վերջնականապես արդեն մեղադրական վճիռը հաստատեց եւ վճիռը ուժի մեջ մտավ։ Ոչ մեկ չգիտի, թե ով ա եղել մեր աղբյուրը Չարչյանի հիվանդանոցում։ Մեր աղբյուրն է խոսակցությունը ձայնագրել եւ դա հրապարակել ենք։ Ոչ մեկ չգիտի, թե այդ մեր աղբյուրը ով ա եղել։ Հիվանդանոցի աշխատող է, ասեմ ավելին, առ այսօր այդ հիվանդանոցում աշխատում է։ Հենց որ մենք մեր աղբյուրների գաղտնիությունը ապահովում ենք եւ ես ուզում եմ առիթը օգտագործել եւ հորդորել, որ մարդիկ մեզ փոխանցեն ինֆորմացիա, որտեղ ինչքան էլ մենք դիտորդներով չաշխատենք տարածքում, մեր դաշնակիցները այս երկրի միլիոնավոր քաղաքացիներն են։ Պարոն Յանիսյան, փոխվել է մարդկանց մտածելակերպը ընտրակաշարքի հետ կապված ձեր կարծիքով 10 թվականից հետո, եթե հաշվի առնենք, որ սա երրորդ երևի։ Գիտեք, մինչև 18 թվականը մարդիկ ինչ էին ասում, մեկ ընտրությունների արդյունքը կանխորոշված է, այս ընտրություններից իմ խերը կարա լինի այս 10,000 դրամը։
Ընտանիքի հաշվով դա կարող էր 40-50 հազար դրամ, ընդ որում այն ժամանակ 40-50 հազար դրամը դա ավելի ծանր գումար էր, քան հիմա, հա, ավելի բարձր գնողունակության գումար էր, քան նույն գումարը հիմա։ Հիմա թեև ընտրակաշարքի գումարները շեշտակի աճել են, այսինքն են ամենաբան թվերը սկսում են 50,000 դրամից, իսկ որպես Ռուսաստանում որ տալիս են 100,000 ռուբլի։ Լավ է, 100,000 ռուբլուց մի 20 մաքսիմում 30,000-ը ճանապարհածախսն է, մնացած մի 70-80,000 ռուբլին մաքուր զուտ ընտրակաշարքն է։ Նույն ճանապարհածախսն էլ իրավական առումով ընտրակաշարք է, բայց որ գա այստեղ քվեարկի։ մի հոգուն 70,000 ռուբլի տակը փող է մնալու։ Եթե ինքը այստեղ մնալու տեղ ունի, էլի 70,000 ռուբլին այդ ինչքան է գալի 300,000 դրամ է գալի։ Հասկանում եք, չէ՞ թվերը ոնց են փոխվել։ Եվ դա փոխվել է, որովհետև քաղաքացու քվեն արդեն արժեք ունի։ Քաղաքացու քվեով է որոշում։ Եվ քաղաքացիներն են արդեն հասկանում, նրանց քվեով է որոշում իրանց երկրի ապագան, եւ հակված չեն լինում ծախել։ Եվ հակված չեն լինում մտածել, որ իրանց քվեից բան կախված չի։ Մարդիկ շատ լավ հասկանում են, որ իրանց քվեից է կախված ապագան, իրանց ապագան, բոլորիս ապագան։ Եվ վերաբերմունքը փոխվել է։ Ես ձեզ ասեմ, որ ընտրակաշարքի նկատմամբ հանրային վերաբերմունքի մասով Հայաստանում ես չեմ ասի, որ Հայաստանում իդեալական է այդ վերաբերմունքը։ Չէ, ընտրակաշարք վերցնողներ կան, միջև հիմա կան։ Բացասական լիներ ոչ մեկ չէր վերցնի, հա, եթե իդեալական վերաբերմունքը դա կլիներ։ Բայց վերաբերմունքը բավականին լավն է տարբեր երկրների համեմատ։ Օրինակ Մոլդովայի հետ համեմատած։ Մոլդովայում կուսակցություն կարող պատկերացնեք էլի այս նարատիվների բանով։ Հրապարակային ասում է, որ այն հանգամանքը, որ Մոլդովայի ոստիկանությունը ընտրակաշարքի դեմ իրազեկման արշավ է անում, դա վարչական ռեսուրսի չարաշահում է իրանց կուսակցության դեմ։ Այսինքն այդ աստիճանի մարդիկ ընդունում են, ասում են ընտրակաշարք ենք բաժանում, ոստիկանությունը դրա դեմ պայքարում է, այ ոստիկանությունը ինչ վատնա ոստիկանությունը, հա։ Օրինակ Հայաստանում երևի ոչ մեկի մտքով չի անցի, չէ՞, հրապարակային տենց բան ասել։ Սա հասարակությունը բանկան ոնց թե։ Նենց որ Հայաստանում ինձ թվում է վերաբերմունքը շատ ավելի հանրային վերաբերմունքը դրվածքը շատ ավելի լավ եւ օրենսդրությունը շատ ավելի լավն է կներեք Հայաստանում ընտրակաշարք վերցնելու համար կարելի է մինչեւ 7 տարի անցկացնել անազատության մեջ 7 տարվա մինչեւ 7 տարվա ազատազրկում է նախատեսված ընտրակաշարք վերցնելու համար մինչեւ 8 տարվա ազատազրկում ընտրակաշարք տալու համար Սա եւս ես դες պիտի ասեմ Եվրախորհրդի տարածքում նախ խիստ սանկցիաներն են որտեվ մենք ընտրակաշարքի հետ կապված շատ վատ անցյալ ենք ունեցել։ Պարոն Յանիսյան, բացի ընտրակաշարքից էլ ինչ ռիսկեր կան, որ կարող են շատ ուժեղ հասնել ընտրությունների վրա։ Մենք մի քանի խնդիրներ ենք տեսնում, մեկը դա Ռուսաստանի միջամտությունն է, մյուսը դա ապօրինի ֆինանսավորումն է քարոզարշավի եւ ընտրողների վրա ապօրինի ազդեցության այլ դրսևորումներն են, այդ թվում ընտրակաշարքը։ Եվ երրորդը դա վարչական ռեսուրսի չարաշահումն է։ Երրորդը արդեն իշխանության կողմից, այո։ Մենք մեծ հաշվով էս 3 ռիսկերն ենք տեսնում, բայց պիտի ասեմ, որ Ռուսաստանի միջամտության կոնտեքստում այնտեղ շատ բաղադրիչներ կան։ Այսինքն մենք դա մի եզրույթով անվանում ենք Ռուսաստանի միջամտություն, բայց դրա մեջ մտնում է ապահովության բացակայության զգացման ստեղծում։ Դրա մեջ մտնում է այդ Հայաստանը ռուս-թուրքական դիլեմայի առաջա նարատիվի տարածումը, դրա մեջ մտնում է բազմապիսի հապատեղեկությունների տարածումը, դրա մեջ մտնում է բազմաթիվ այլ նարատիվ, կեղծ նարատիվների տարածումը, դրա մեջ մտնում է տարբեր տեսակի դիվերսիոն, կիսադիվերսիոն գործողությունները, դրա մեջ մտնում է հնարավոր կիբերհարձակումները, դրա մեջ մտնում է, չգիտեմ, կարող է ընտրությունների օրը կամ դրանից առաջ ռումբերի կեղծահազանգեր լինեն, զանգվածային, մի հատ երկու հատ չէ շատ, նման բան եղել է Մոլդովայում, նման բան եղել է մեր մոտ տարիներ առաջ, այո, շատ ճիշտ եք ասում։ Այն ժամանակ էլ չգիտենք հիբրիդային հարձակումը ինչ է, բայց հետո հասկացանք, որ այսինքն տարբեր բաներ կարող են լինել, ընդ որում ես ձեզ ասեմ, որ նաև կարող են լինել երևույթներ, որոնց մասով մենք
Միարժեք պատկերացում չունենանք դա Ռուսաստանի միջամտություն էր թե ոչ։ Դա էլ կարող լինի։ Տեսեք օրինակ ԱԱՑ շենքի վրա մոլոտովի կոկտեյլ նետելը 99%-ով դա Ռուսաստանի կազմակերպած ակցիաներ, որովհետև Ռուսաստանը մենք տեսնում ենք ակտիվ գործողություններ է տանում Հայաստանում քաղաքականության մեջ բռնությունը նորմալիզացնելու ուղղությամբ։ Բայց 99%-ով եմ ասում, 100%-ով չեմ ասում, որտեվ կա մի տոկոս հավանականություն, որ ուղղակի այդ տղան տենց ինքն իրանով որոշել էր, որ պետքա տենց բան անի։ Կա հավանականություն, չեմ բացառի, էլի, բայց հավանականությունը չեմ կարծում, որ մի տոկոսից ավել է։ Տեսեք, կարող են այլ դրսևորումներ լինել, կարող են որոշակի հանցավորություն ավելանա։ Հա, օրինակ, ինչ էին արել Մոլդովայում Ռուսաստանի իշխանությունները, տարբեր կրիմինալ խմբերի, որոնք երկար ժամկետներով դատապարտված էին Ռուսաստանում, առաջարկել են, ասել են դուք ստեղ ընդհանրենք 11 տարի հենց նստելու եք։ Մենք ձեզ ազատում ենք, դուք գնում եք Մոլդովա, Մոլդովայում օրինակ բնակարանային գողություններ եք սկսում անել Կիշինյովում։ Ամենավատ բանը ինչ որ ձեր հետ կլինի, ձեզ կբռնեն եւ դրա համար Մոլդովայում հասնում է օրինակի համար եմ ասում, 6 տարվա ազատազրկում։ Ամենավատ բանը այդ 11 տարվա տեղը 6 տարի եք նստելու Մոլդովայում։ Համաձայն եք, մարդիկ էլ համաձայն ենք։ Ու տենց Մոլդովա Կիշինյովում ընտրություններին թռաչ կտրուկ աճեց բնակարանային գողությունների քանակը։ Եվ այլն, այսինքն տարբեր բաներ են, տարբեր գործիքներ են արվում, գործիքներից մի մասը փորձում ենք կանխատեսել, այդ թվում նաև Մոլդովայում, դա ոչ միայն Մոլդովայի, Ռումինիայի դեպքն էլ օրինակ, մի շարք այլ երկրների դեպքն էլ կարևոր։ Մոլդովան ուղղակի ամենաթարմներ եւ Հայաստանին ամենամոտիկ բանն է, էլի, չնայած շատ բաներով տարբեր է իրական։ Եվ ինչ որ գործողություններ կարող է չկարողանանք կանխատեսել եւ անակնկալ լինի, բայց հա, տարբեր գործողություններ, հա, բայց վերադառնալով Ռուսաստանի քաղաքականության մեջ բռնություն նորմալիզացնելուն, ես ուզում եմ ասեմ, որ դա մենք սկսեցինք տեսնել 24 թվականի հունիսի 12-ին։ Տեսեք, Հայաստանում 15 թվականի էլեկտրիկ Երևանի ժամանակներից ձևավորվեց տենց ինչ որ գանդիական խաղաղ ցույցերի մոտեցում, որ ցուցարարը միշտ խաղա, ցուցարարը չի դիմում բռնության, ցուցարարը նույնիսկ չի դիմում պատասխան բռնության։ Եվ նաև դա հնարավոր դարձրեց հեղափոխությունը, դա շատ լավ էր։ Ինչ տեղի ունեցավ 22 թվականի հունիսի, 24 թվականի հունիսի 12-ին, այսպես կոչված սրբազան շարժման ժամանակ, սրբազան շարժումը, որ ասում են, սրբազան հռոմեական կայսրությունն եմ հիշում, որ ոչ սրբազանն էր, ոչ կայսրությունն էլ, ոչ էլ ինչ որ պահից սկսած հռոմեական էր, ինչևից է, սրբազան շարժումը, որ հարձակվեցին ոստիկանության շարքերի վրա։ Այդտեղ ոստիկանությունն էլ չեմ ուզում ասեմ, որ սուրբա ոստիկանությունն էլ չափ անցավ պատասխանի եւ այլն, բայց ամեն դեպքում ցուցարարները ոստիկանության վրա Հայաստանում չէին հարձակվել վաղուց, շատ վաղուց։ Եվ սա եւս այդ ուղղությամբ արվում, որպեսզի քաղաքականության մեջ նորմալիզացվի բռնությունը։ Եվ այս ուղղությամբ շատ գործողություններ դեր արվելու են, որովհետև հիշում եք 2 երևի տարի առաջ բացահայտվեց ռուսական բանակի 15-րդ դիվիզիայի Արբատ գումարտակի յաչեյկան Հայաստանում, որը վերապատրաստվել էր եւ ուղարկվել էր Հայաստան ինչ որ պահի հեղաշրջման գործողությունների մասնակցելու համար։ Այդ գործողությունները ռուսերեն ասած как гром среди белого неба չեն լինելու, այսինքն sense ինչ որ հանգիստ իրավիճակից մեկ էլ չեն սկսելու տենց ինչ որ բռնի գործողություններ։ Դա մանրից էսկալացիա է տարվում։ Այսօր մեկը ԱԱՑ շենքի վրա մոլոտովի կոկտեյլ է նետում, վաղը չգիտեմ, մեկը ոստիկանի վրա է հարձակում, երրորդը մի ուրիշ բան անում, ասես մանրից էսկալացվում է։ Մանրից էսկալացվում է, այո։ Այդ դրա համար եւ ակնհայտ է, որ Արբատի այդ մի քանի հոգանոց այդ յաչեյկան, որը բացահայտվեց, բարձա չէ միակը չէր։ Այդ մեկը ուղղակի բացահայտվեց, որտեղ այդ յաչեյկայի մեջ գտնվեց մի հոգի, որ հասկացավ, որ
ինքը իր պետության դեմ է գործում եւ չի ուզում դա անի եւ գնաց իր ապահների դուրս ծեծեց։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Սա օրվա թեման էր իմ զրուցակիցը իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Յովհաննիսյանն էր, կհանդիպենք առայժմ։